Բարև, թվոց 30-րդ գլխում մեջ Աստված իր ժողովրդին գսե, որ զգուշը լան, երբ իրեն ուխտ մը ընեն։ Բազմաթիվ անգամներ Սուրբ Գիրքի մեջ կգարտանք, որ Աստված խոստում ըրած է, ուխտ կատարած է, եւ Աստված միշտ իր խոստումը կատարած է։ Նույնպես անգուզ է, որ իր ժողովուրդը իրենց խոստումին դերը ըլլան, ինչպես ինք։ Ետքը 31-րդ գլխում մեջ կհանդիպինք նոր սերունդին, որ կամ շատ փոքր էր, կամ ծնած էր անաբադին մեջ։ Անոնք Եգիպտոսը կհիշեն միայն իրենց ծնողներուն պատմություններով, եւ Աստված անոնց հաղթություն տվավ Մաթիամի վրա։ Անոնք կսպաննեն Մաթիամի բոլոր մարդիկը, նաեւ 5 թագավորները, ինչպես նաեւ Փաղամ մարգարեն։ Մաթիամը կներկայացնե Թուրսի աշխարհը անաբադին մեջ։ Սակայն իսրայելցիներուն Աստված կշեշտե, որ անոնք անչադված լան աշխարհեն։ Այսօր մենք կանչված ենք սիրելիներ նույն բանին, հոգևոր անչադումի աշխարհեն։ Կտեսնենք Իսրայելի որդիներու մեծակույն խնդիրը այն էր, որ Աստված անոնց դուրս բերավ Եգիպտոսեն մեկ գիշերվա մեջ, բայց 40 տարի տևեց Եգիպտոսը անոնցմե հանելը։ Հիմա այդ է այսօր աշխարհայգության խնդիրը։ Հարցը այն չէ թե դու աշխարհի մեջ ես, կամ ուր գերտաս աշխարհի վրա, կամ ինչ կնես, բայց հարցը թե որքանով թույլ կուտաս, որ աշխարհը աստե քու վրա եւ դիրե քու սրդից ու կյանքիդ վրա։ Աստված մեզի գոչ կուղե անչադված ըլլալու, որբեսի կարողանանք քալել լույսի մեջ, Աստծո խոսքի մեջ եւ իր հետ հաղորդակցությամբ, քանի որ այդ է ամենակարևորը Աստծո զավակին համար։ Անցնելով 32-րդ գլխուն կհանդիպինք քաղց սրդով ցեղերուն, Ռուբենին, Գադին եւ Մանասեին, անոնք հող կխնդրեն Հորդանանի սխալ գոմը։ Այստեղ կարևոր է նշել, որ Աստծո զավակին համար ապրելու երկու դեր կա։ Դու կգնաս ապրել անաբադի մեջ եւ ըլլալ սովորական մուրացկամը, կամ կգնաս մտնել թեպի հոգևոր օրհնություններու վայրը։ Երբ իսրայելցիները հասան Հորդանան, 12 մարդիկ ընտրվեցան յուրաքանչյուր ցեղեն 1 հոգի, քեդեն քարմը առնելու համար։ Այս դեպքը հիշելու համար էր Աստծո գադարած ազատագրումը Եգիպտոսեն եւ յետքը խոստացված երկիր մտնելը։ Այդ կխորհրդանշե Հիսուս Քրիստոսի ազատագրումին, անոր մահվան եւ հարության միջոցով։ Խոստացված երկիրը կուկա մեզի Հիսուսի մահվան եւ հարության միջոցով, Աստծո փրկարար կորձերով։ 30-րդ գլխուն մեջ մեզի կդրվի անաբադի մեջ մարդոց ամբողջ 40 տարվա թափարումին դեղեցությունները, եւ Աստված գարցանակրե այդ նշելու այս մարդոց կատարած յուրաքանչյուր քայլը։ Այդ հիշեցումն է, որ Աստված անոնց հետ էր ամեն քայլափոխին։ Անսավ, որ երբեք չեմ լքեր անոնց եւ երբեք չեմ թողուր ամբողջ անաբադի երթի ընթացքին, եւ Աստված միշտ հավատարիմ է իր խոսքին։ Ետքը գուկանք 34-րդ գլխուն, երբ Աստված յուրաքանչյուր ցեղի, յուրաքանչյուր ընտանիքի տվավ այդ խոստացված երկրեն մասը։ Այդպես բաժնվեցավ երկիրը եւ դերը սահմաններ դրավ ադոր շուրջը, որբեսի սխալմունքներ չլան։ Բացի Ղևիի ցեղեն, որուն 35-րդ գլխում մեջ դրվեցավ հնագելու համար որոշ քաղաքներ, երկրի փոխարեն 3 քաղաք Հորդանանի արևելքը եւ 3 թևի արևմուտք, եւ ադոնք գոչվեցան Աբաստանի քաղաքներ։ Հիմա 36-րդ գլխուն հիմնական նյութը ժառանգությունն է։ Դերը պատվիրեց, որ երկիրը պետք է անցնի Հորմեն որդիին, իսկ թուստերուն, եթե դղա զավակ չկան։ Հոս անչափ կարևորություն կդրվի նաև Հոպելյան դարիին, որը գաբահով է, որ ոչ մեկ անց մշտապես չգործընծնե իր ստացվածքը։ Ամեն 50 տարին անգամը, երբ կհնչեր Հոպելյան փողը, բոլոր գրաված ստացվածքները կվերադառնային սկզբնական ընտանիքին, որուն Աստված տված էր զայն։ Կտեսնեք այս ամենահիասքանչ դասավորումն է, որ Աստված ըրած է իր ժողովրդին համար եւ այդ կերպով անպաշտպանեց անոնց։ Սիրելիս, ինչպես Աստված դասավորեց քո կյանքդ իր հոգածության տակ։ Ամեն։